Թուրքական Հուրիետ պարբերականը գրել էր, որ պրոդյուսերական կենտրոններից մեկի հետ Ռուբեն Հաղվերդյանը կնքել է պայմանագիր եւ որ իբր համաձայնության է եկել, որ իր երգերը թարգմանվեն թուրքերեն։ Ճիշտ է արդյոք հարցազրույցի մանրամասները հաղորդել թուրքական պարբերական ու նաեւ հայկական որոշ լրատվամիջոցներ հարցրեցին լրագրողները երգահանին։ Չկա, պես բան չկա։ Որևէ պաշտոնական հարցում չի եղել, ուզում եք կատարել, թե չէ, այսինքն սա մեծ աղմուկ է ոչինչից։ Եվ չնայած չկա կնքված որևէ համաձայնագիր, սակայն Ռուբեն Հաղվերդյանը չի բացառում, որ եթե նման առաջարկ լինի կհամաձայնվի, թե ինչու բացատրում է։ Եթե բառերի տեղը փոխում են կամ ուրիշ բառեր են օգտագործում, ավելի լավ չի թուրքերեն մաքուր իմ ասածը ասեն, երկրում, քան թե հայերեն աղավաղելով իմ երկրը։ Եթե իմ երկերը երկում են սերբերեն, ֆրանսիացիները ֆրանսերեն, չեխերը չեխերեն, ռուսներեն են երկում, ես գիտեմ որ երկում են իմ երկերը հիմա, ինչի թուրքերը չերկեն։ Մշակութային փակ սահմաններ չկան, որքան էլ խոսենք այդ մասին, միևնույն է մշակույթը համընդհանուր է, համամարտկային, եւ ուրեմն, եթե իմ երգերը երկեն թուրքերը, դրա մեջ վատ բան չի կարող լինել, ասում է երգահանը եւ խորհուրդ տալիս խեղդել մեր մեջ գտնվող վիշապին։ Ժամանակակից հայ երկարվեստը աղավաղված է թուրքաբարո էլեմենտներով, ասել է Հաղվերդյանը թուրք լրագրողին, ասել եմ ու դարձյալ հաստատում եմ, ասուլիսի ժամանակ նշեց Ռուբեն Հաղվերդյանը։ Արտավազդ Բայաթյանն էլ ասելիք ուներ այդ թեմայով, բանախոսների կարծիքով անգամ կառավարական շրջանակներում են ապրում թուրքաբարո ձևով։ Գնացեք Զանգվիձոր, իրիկոներ կտենաք, թե նույնիսկ կենթանիներն են փախչում օռնոցից, որովհետև ռեստորաններից թրքաձև Համենայնիվ Քարվանսարայի երաժշտությունն է լսվում։ Ավելին ասեմ, որ հենց դա է գնահատվում, դա է ֆինանսավորվում ու դա էլ խրախուսանքի է արժանանում ամենաբարձր ատյաններում, դա մի քիչ ծիծաղելի է արդեն։ Ըստ երևույթին ապրելաձևից է գալի, մտածողությունից է գալի։ Ինչ ձևով ապրում են, այն ռուսները ասում են, как живем, так и танцуем, ինչ որ sense մի բան։ Ռուբեն Հաղվերդյանը նաև ասել էր, թե մեկ խելացի թուրքին չի փոխի 10 տգետ հայի հետ, իսկ տգետ մարդիկ մեր շրջապատում շատ են, կարծում է երգահանը, պետք է փոխել նրանց, պետք է մաքրել ավգիանախորները, իսկ թե ով է անելու եւ ինչպես դժվարանում է ասել։ Ընկերս ասում Սևանում նստած ենք, մի հատ պես ոռնոց դրեց մեկը, նիվով եկել ավազների մեջ, ասում ասի խնդրում եմ, կամ կտրեք դրա ձենը, այո, ինչ խոսքիս եկավ, կամ էլ իջացրեք էլի, ասում Խի աղբեր, ուր խնում ենք, մեր ազգը հենց դրա համար էլ ներեցեք շատ տգիտության մեջ այդ տաբուների բաներ կան, որ ամոտ է խոսել, երբ որ դա ամոտ չի, դες հոների մասակուսելը ամոտ չի, կարել է ուղղակի պարզաբանել։ Եվ առասարակ ես ավգյան ախորները ով ամակրելու, մի հատ տենց ղեկավարել չունեցանք։ Երգահանը սահուն անցում կատարեց հայ-թուրքական բանակցություններին եւ մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին, ինչպես կարելի է նստել բանակցային սեղանի շուրջ այն դեպքում, երբ սեփական երկրում նման իրադարձություններ են կատարվում, զարմանում է Հաղվերդյանը։ Եթե դու գնում ես բանակցությունների ու քումոց sense ակցիա է, 10-ից ավել երեխեք են զոհվել։ Մարտիկ, դու ինչ երեսում ես գնում, նրան ասում դու ֆաշիստ ես։ Ես կարող սխալվում եմ, եթե սխալվում եմ, թող Բարձրյալը ինձ պատժի են ստեղում։ Բայց չեն ասի, այդ տղաջան, դու եկել ես, խոսում ես գենոցիդի բանի մասին, բայց ինքդ քո պետության մեջ, քո ընտանիքում դու քեզ կարգին չես պահում։ Եվ վերջապես ես ամեն ինչը զայրացնում եմ բոլորից, բոլորս է գիտենք, բայց հենց հնու հնազանդ լռում ենք, հա, ինչ։ Դա նշանակում որ մենք քաղաքակիրթ ազգ ենք, դրա համար ենք լռում, թե ուղղակի վախկոտ ենք։ Ինչ անենք, պարոն Հաղվերդյան։ Վախկոտությունը տգիտությունից է գալի, պետք է տգետներին վարժացնել, համարձակ մտածել, բարձ մտածել։ Արմինե Վարդանյան, Համբարձում, Պապոյան, Կալանյուս, Երևան։